Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, իմ հյուրն է Հայկ Նահապետյանը, բարև ձեզ պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, և այսպես, 7-8 թեմա եմ առանձնացրել, թերևս սկսենք նրանից, որ քիչ առաջ Էդգար Ղազարյանը և Նարեկ Մալյանը ազգային ժողովի մոտ էին, իմպիչմենտի գործընթաց են սկսել, բոլոր պատգամավորներին դիմել են, କି 2 ժամ առաջ էստեղ էր Էդգար Ղազարյանը, մենք խոսեցինք դրա մասին, ես նաև իմ հարցադրումներն եմ արել դրա հետ կապված, թե ինչ վտանգավոր բան կա դրա մեջ և ինչ հետևանքներ կարող է ունենալ, որտեղ սովորաբար ինչ-որ պրոցես, որ սկսում են, գոնե մի 2-3 քայլ պիտի հաշվարկ ունենան, եթե խնդիրն այն է, որ հեռացնեն, չգիտեմ, որևէ նախադրյալ չկա կամ որևէ փաստ չկա, որ ԿՊՆ կմիանա եւ եթե միանա էլ արդյոք ցեղասպան եւ հանցագործների ձայնով է որ պիտի այդ ամեն ինչը լինի մյուս կողմից էլ եթե չի մնում որևէ process չկա դրսում ապա իրենց հույսը ինչի վրա է արդյոք այստեղ չգիտեմ ինչ որ հետին եւ վատ նպատակներ չկան արդյոք սա չի բերելու հերթական հիասթափությանը ընդդիմությունից առանց այդ էլ մի քանի անգամ ձախողվել է եւ դա բերել է պայքարին մեծ հիասթափություն, հատկապես վերջինը Սրբազանի սկսած պայքարը, որ իր հետ բերեց մեծ հիասթափություն եւ դրանից հետո մենք տեսնում ենք փողոցային մոբիլիզացիա այդպես էլ չի լինում։ Այնպես որ պիտի այս հարցերում բավականին շատ զգուշ լինել։ Ոչ ավել ոչ պակաս Նարեկ Մալյանը հայտարարություն է արել, որ impeachment չեն ուզում impeachment process, այսինքն որ ունենա վերջին արդյունք, դա նշանակում է Նիկոլին հեռացնել, Նիկոլը եւ Ռոբերտ Քոչարյանը առհասարակ հանցագործ ցեղասպանի Արցախը հայաթափման եւ Արցախ-Ադրբեջանի կազմում ճանաչող անձի կողքին դնել ինչ որ մի անուն, այն էլ Ռոբերտ Քոչարյանի անունը եւ նման հայտարարություն անել, թույլ տվեք ասել անպատասխանատու հայտարարություն անել, մեղմ ասած բան է, անբարոյական է։ Մնացածը դուք ասեք, պարոն Ալբանդյան, ինչ նպատակի հետապնդում եւ ինչ եմ փորձում անել։ Ընդ որում ես ասեմ, եթե Ռոբերտ Քոչարյանի փոխարեն ուրիշ անուններ նույն բանն էի ասելու, ինչ են անում եւ ինչ նպատակ են հետապնդում եւ նես տպավորությունա, որ պարակտել ընդդիմությանը կամ պայքարը, ընդ որում չեղած պայքարը միջև վերջ։ Ես այս տաղավարից մեր նախորդ հանդիպումների ժամանակ impeachment-ի մասին իմ կարծիքը հայտնել եմ, հիմա վերահաստատում եմ։ Այո, Հայաստանում ցանկացած երկում ընդհանրապես իշխանափոխությունը պետք է ունենա նաև իրավական կողմ։ Հիմա impeachment-ը, այո, իրավական գործընթացներով Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հնարավորություն է։ Բայց հնարավորություն է, բայց եկեք գնահատենք այդ հնարավորությունը։ Այդ թեման կամ այդ ձևով Փաշինյանին հեռացնելը ընդդիմադիր պատգամավորները կամ երկու ընդդիմադիր խմբակցությունները որից է ձևով հանրային դաշտում օրակարգ չեն բերել։ Արձանագրում ենք սա որպես իրողություն։ Այդ թեմաները գոնե հրապարակային չեն քննարկվել երկու խմբակցություններում եւ խմբակցությունների ղեկավարները հրապարակային impeachment-ի վերաբերյալ կարծիք չեն հայտնել։ Այսինքն եթե լիներ այդ երկուսի դրական խմբակցությունների կարծիքը, դրա հաջորդ փուլը իշխանական 19 պատգամավոր պետք է միանային ընդդիմադիրների հետ կեցվածքին։ Սա արդյոք իրատեսական է։ Ես կարծում եմ ոչ, որտեվ արտերևույթ մեզ թվում է իշխանական պատգամավորները դրանք պատահական մարդիկ են, ձեզ վստահեցնում եմ, որևիցե պատգամավոր պատահական չի հայտնվել ցուցակներում։ Այդ պատգամավորների մի մասը, այսպես ասենք, կապված են արևմուտքի հետ, տարբեր թելերով իրեն կամ իրենց ծնողները։ Ընդ որում երիտասարդներ կան, որոնց ծնողները դեռևս 90-ականներին բավականին լուրջ ծառայություններ են մատուցել արևմուտքին, հիմա նրանց զավակներն են պատգամավոր դարձել։ Կամ պատգամավորներ են, որոնք այս կամ այն ձևով փոխկապակցված են ֆինանսական որոշակի կառույցների հետ։ Կամ ունեն բիզնես, որը գրանցված է դրսում, հիմնականում արևմուտքում։ Կամ դրանց վրա կա լուրջ կոմպրոմատներ։ Եվ այդ կոմպրոմատները ոչ միայն գտնվում են Հայաստանի ուժային կառույցներում, այլև դրսում։ Այնպես որ 19 պատգամավոր
ստիպել, համոզել, բացատրել, որ իրենք կմիանան, ես կարծում եմ դա առնվազն մանկամտություն է։ Իրենք գիտեն, որ դա չի լինելու, Երկրորդ եւ երրորդ դրվագը ենթադրենք տեսականորեն падգամավորները անհրաժեշտ թվականակով մտցնում են օրակարգ, բայց անհրաժեշտ է երրորդ բաղադրիչը, որի վերաբերյալ եւ Նարեկ Մալյանն է ասել եւ Էդգար Ղազյանը դա հոց զանգվածնա փողոցում, որը չկա։ Այս բանը չկա։ Ասա պիտի անենք, որտեղ լինի։ Ուրեմն առաջին երկուսը նախ պիտի անեն։ Հիմա ես նորից եմ փաստում, որովհետեւ հիմքեր չկա դրական իմաստով, որ երկու խմբակցությունները եւ 19 հոգի իշխող խմբակցությունից կասեն այո։ Ես այն անձանցից մեկն եմ, որը ոչինչ չանելուց լավ է դա, մենք մի բան պիտի անենք։ Ինչ է, ես կարծում եմ 3 կետերը, որ դուք նշեցիք, շատ լավ, Նարեկն էլ իր հետևում կանգնած, եթե մարդիկ կան, այդ մարդիկ էլ են հասկանում, Էդգարն էլ թեպետ Էդգարի ազնվությանը ես մի վարքյան չեմ կասկածում, հասկանում են, որ այդպես չի, հետևաբար ինչու են սա անում իրենք։ Ինչ նպատակ են հետապնդում։ 3 կետ ասեցիք impeachment-ի հետ կապված, որ չկա, չի լինելու։ Ինչու են անում իրենք։ Եթե հիմնավորումը Եվ ինչու է այսպիսի հայտարարություն արեց Նարեկը, որ շահագրգիռ է։ Թիրախում ինչ է Ռոբերտ Քոչարյանն է, ինչու է թիրախավորել Ռոբերտ Քոչարյանին ձեր կարծիքով։ Ուրեմն եթե գնահատենք, որ սա ավելի լավ է, քան ոչինչ չանել, ես համակարծիք չեմ այդ գնահատականի հետ։ Ինչ է նշանակում, անենք պարտվի։ Բայց ցանկացած պարտություն, անդիմության ցանկացած գործողության, եթե դա է, չէ՞։ Դա ուժեղացնում է առանցնել վարկանիշ չունեցող Նիկոլի իշխանությունը։ Այո։ Պարտությունը երկու կողմերի իշխանության անդիմության պայքարում, եթե անդիմությունը անում է համաժողովրդական քայլ, որի մեջ ներգրավում են անդիմադիր խմբակցությունների պատգամավորները եւ արդյունքում պարտությունն է, ապա վստահաբար դա ուժեղացնում է եւ կոնսոլիդացնում է Փաշինյանը իր քաղաքական թիմով։ Կարող ենք ռետորիկ հարցնել, որ Նարեկ Մալյանենք սկսել են այս գործընթացը, որ ուժեղացնեն Նիկոլ Փաշինյանին։ Ես չեմ ուզում այդպես գնահատել, բայց որպես հետևանք, եթե այս գործընթացը պարտվի, ապա բնականաբար Փաշինյանի իշխանությունը ուժեղանալու է։ Այս նախադասությունը ինչի ասեց, որ շահագրգիռ է Ռոբերտ Քոչարյանը։ Դա իրեն պետք է հարցնել։ Ինքը փաստորեն փորձում է ասել, որ ըստ այդ գնահատականից ինքս չեմ լսել, հիմքը ընդունում ձեր ասածը, որ Հանրապետության երկրորդ նախագահը եւ Նիկոլ Փաշինյանը իրար հետ փոխկապակցած անում են նույն գործը։ Իսկ դա դեռ պիտի ապացուցի, սկսած 2018 թվականից։ Այդպես ասելով չի։ Չէ, 2018 սխալ ասեցիք, 2015 կարելի է գնալ, ավելի հետ գնալ, մի հատ տեսնել ով ա եղել իշխանության եւ ով ա համագործակցել Նիկոլի հետ։ Եվ ոնց է Նիկոլը եկել, եթե այդպես է։ Եթե հետ գնանք, չէ, կամ ազնիվ տղա է, թող լավ հետ գնա ու հասկանանք, որը որից հետո է։ Չէ, բայց ինչու 2015։ Հա։ 2008։ Ոչ։ Հա։ 1998։ Ինչու 15, ինչու 8։ 1998, իդեպ հիշեցնեմ, երբ Արևմուտքը իր գործիքակազմով Հայաստանում ստեղծում էր 5-րդ շարասյուն, Հայաստանում առաջին 5-րդ շարասյան ձևակերպված եւ մոտիվացված օղակը ստեղծվել է 1998-99 թվականին։ Ուրեմն ասեմ ձեզ, երբ առաջին անգամ գունավոր հեղափոխությունների գործիքակազմով եւ մեթոդաբանությունով իշխանափոխություն եղավ Սերբիայում, հետո Սերբիան դարձավ իշխանափոխությունների արտահանման եւ այդ անձանց վերապատրաստման կենտրոնը եւ բոլոր տեղերը ստեղծում էր շարժում, ընդ որում այդ երկրներում նույն իմաստը արտահայտող բառով։ Օրինակ պարա, ծանոթ անունը։ Ինչ։ Պարա, հիմա։ Հա։ Ահա, Հայաստանում հիմա շարժում էր ստեղծվել երիտասարդները, որոնցից մեկի ղեկավարը Փաշինյան Նիկոլն էր, մյուսը 2018 թվականին իր գլխավոր խորհրդական Արսեն Խառատյանը։ Ես դրա համար եմ ասում, հələ հետ գնացեք 98 թիվ։ Ինչու 2008 կամ 2015։ Այդպես չի։ Այսինքն, եթե ավելի հետ գնանք, մենք հասկանանք սնուցման աղբյուրները որոնք են։ Բայց 98-ին գոնե Նիկոլի հոգևոր հայրերին վռնդեցին իշխանությունից կամ վռնդեցին։ Ես ասում եմ 98-ին ստեղծվել է, ավելին ասեմ, կա ԱՄՆ-ում միջազգային զարգացման գործակալություն USAID 2 միլիարդից ավել դոլար այս 7 տարվա ընթացքում Հայաստանում ներդրում արել, դա գումար է, որի դիմաց ոչ մի բան չի պահանջում, մեծ հաշվով բացի թղթի կտորների վրա ինչ որ հաշվետվություններից ձևական, ավելի շատ քան մնացած տարիներին։
90-ականների կեսերից սկսած մինչև 2018 թիվը։ Սա ինչու էին տալիս Նիկոլին։ Այդ իշխանությունը ով էր պահում։ ԱՄՆ-ի զարգացման միջազգային գործակալությունը ավելի ցածր մի մակարդակ ներքև Սորոսի հիմնադրամից սնվող կառույցները։ Հիմա հարց։ Իրենք կարող են ապացուցել, որ Ռոբերտ Քոչարյանը կապված է նվազագույն այդ երկու իմ նշած կառույցների հետ։ Կամ աղանդավորական կառույցներ, երբ որ 2018-ին կյանքի խոսք աղանդի տասնյակ հազարավոր ադեպտներ բերում էին Փաշինյան Նիկոլին իշխանության։ Բայց առնվազն մի քաղաքական process-ների մեջ շատ ակտիվ նախկին երիտասարդ ասել է ես կապված եմ եղել Նիկոլի հետ, որտեվ բաներ գրել իմ տղա երեխայի սոսկայի մասին, փող եմ տվել հետո իրան անդադ։ Առնվազն մարդ կա, որ հրապարակային դա ընդունել է։ Ես ուրեմն փաստում եմ, որ երբ որ ասում եմ, որ Փաշինյան Նիկոլը կապված է, ի՞նչ է տեղի ունենում, էլի ի՞նչ նպատական հետապնդվում։ Հիմա իրենք ասում են մենք սա անում ենք, որ ահա process-ներ կգնա հարց։ Երբ որ Սրբազանը սկսել էր ինչ որ պայքար, 50-60 հազար մարդ դուրս էր եկել հրապարակ։ Ինչի՞ այդ ժամանակ չսկսեցին։ Ինչի՞ չնախաձեռնեցին օրինակ։ Ավելի ազնիվ չէր լինի։ Լավ, եկեք այսպես ասենք, հա, հիմա մի քիչ ավելի հիմնավոր։ Չէ, որովհետև ես ձեզ ասեմ, որ իրականում ընդդիմադիր հայացքներ ուներ, քաղաքացիներ բան, սա մոլորության մեջ գցելու մի հատ ինչ որ բան է։ Եվ ակնհայտ ինչ որ ուղղորդված է ներ ընդդիմադիր ինչ որ process-ներ են գնում։ Ի վերջո դες ամեն ինչը նաև զուլալվի եւ հստակեցվի, որովհետև այսպիսիք միշտ հայտնվելու են։ Եվ եթե ինչ որ մի բան հասուն անում է, մենք տեսնում ենք, որ ինչ որ բան սկսում է խանգարել։ Լավ, եկեք ես ամեն դեպքում ես իմ միտքը ավարտեմ, ուրեմն 2018 թվականին իշխանության բերված Փաշինյան Նիկոլը բնականաբար ինքը պետք է չեզոքացներ բոլոր այն մրցակիցներին, ում ինքը իր խորհրդականները իր մեջքին Հայաստանում եւ դրսում կանգնած ուժեր տեսնում են որպես մրցակից։ Դե դա եղել է Քոչարյանը։ Ես 3 անուն տամ 2018-ից սկսած։ Առաջինը Մանվել Գրիգորյանն էր, որին փակեցին։ Իմ համար ակնհայտ էր, ես 18-ին դրա մասին հրապարակավ բարձրաձայնել եմ, որ Մանվել Գրիգորյանի փակելը դա Արցախում սպասվող ռազմական գործողությունների ժամանակ նախկին պատերազմի մասնակիցներ, առավել կազմակերպված, մոտիվացված, փորձառու անձինք շատ արագ օպերատիվ չհայտնվեին մարտի դաշտում, որտեղ նման մի փորձ եղել է 2016-ին Քարորիայի ժամանակ եւ Մանվել Գրիգորյանը ցույց տվեց, որ կարող է կազմակերպել մի քանի հազար, իսկ անհրաժեշտության դեպքում տասնյակ հազար կամավորներ, որոնք նաեւ պատերազմում են անցած, շատ արագ Արցախում ցանկացած պոտենցիալ ճեղքման տեղը փակեին։ Երկրորդ մարտը 2018-ին, որի նկատմամբ սկսեցին քրեական հետապնդում, այո, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր։ Քրեական, հիմա կասեմ, քրեական գործեր եւ իր հետ կապված նաեւ հակգլխավոր քարտուղար Յուրի Խաչատրյան։ Երրորդ մարտը, որը այդ ժամանակ մինչև 2018-ի սեպտեմբեր ամիսը քրեական գործ կոնկրետ հարուցեցին եւ փորձեցին փակել, մտածածին եւ լուրջ մեղադրանքով ես էի 2018-ի սեպտեմբեր ամսին ին վրա դրվեց քրեական գործ, այն հայտնի գաղտնալսման գործը, որով անցնում էի ես եւ իմ ընկերը գաղափարակից Հայկ Այվազյանը։ Այսինքն 18 թվականին պոտենցիալ առումով փորձում էին չեզոքացնել այն մարդկանց, որոնք օրինակ խանգարեին 2018-ի դեկտեմբերին համապետական ընտրություններում, որպեսզի Փաշինյան Նիկոլը չստանար այն տոկոսը, այն թվերը, որը ինքը ստացավ։ Ընդ որում ես ասեմ ձեզ, ես եւ իմ ընկերները խիստ տրամադրված էինք Փաշինյան Նիկոլի դեմ եւ մեր կեցվածքը շատ խիստ է լինել։ Մենք էլ այդ ժամանակ ինչ որ հնարավորությունների առումով որոշակի լծակներ ունենք, այդ քրեական գործ հարուցելը, մեր գրասենյակից ամբողջ տեխնիկան արգրավելը եւ այլն ուներ երկու նպատակ։ Առաջին, ինձ ֆիզիկապես չեզոքացնել, ասենք եթե կարողանային ինչ-որ բան կարել ին վրա անեին, եւ երկրորդ տեխնիկան վերցնելով ես փաստացի 2018-ի դեկտեմբերի նախընտրականին, որտեղ Փաշինյան Նիկոլը շատ մեղմ ասած իմ կողմից քարոզչական առումով լուրջ հարվածներ կարող էր ստանալ, իմ տեխնիկան արգրավեցին։ Տեսախցիկները, համակարգիչները, հեռախոսները եւ այլն։ Շատ լավ։ Մի ուրիշ մի քիչ ավելի հեռվից գամ։ Ինֆորմացիա է տարածում, որ այս ընթացքում Ռոբերտ Քոչարյանը եղել է Մոսկվայում եւ շատ լուրջ կարևոր հանդիպումներ է եղել։
Գյումրիում ընտրություններ են տեղի ունենում, Գյումրու ընտրությունների ժամանակ Վարդան Ղուկասյանը հաղթում է, միայնակ չի կարողանում, հետո պիտի միանա, Վարդան Ղուկասյանը չի թաքցնում իր համակրանքը երկրորդ նախագահի նկատմամբ, չի բացառում նաև որոշակի ինչ-որ աջակցություն նաև եղել է այդ առումով։ Տեղի են ունենում անցկացում են հարցումներ ներքին եւ այդ հարցումների Նիկոլի վիճակը հայտարարակ վատ է, այնպես չի որ ընդդիմադիրների վիճակը լավ է, բայց քիչ թե շատ ձայներ ունի Ռոբերտ Քոչարյանը։ Այս ամեն ինչը կարող է պայմանավորված լինել ինչ-որ բաներով։ Գիտեք, եկեք այսպես ասեմ, ես ասում եմ բաց, ինչ-որ որում Գյումրի ընտրություններից հետո հյուպատոսն է Ռուսաստանի գնում այնտեղ, բազայի ներկայացուցիչներ ռուսական։ Ուրեմն ես կարծում եմ այսպես, անկախ նրանից դուք համաձայնում եք իմ գնահատականին թե չէ կամ էլ լսողները, եթե բաներ կա, որ ես ոչ ճիշտ պիտի ասեմ, ես չեմ խոսում եւ չեմ ստում, բայց եթե ասում եմ ճիշտ եմ, ասում եմ ինչ որ մտածում եմ։ Կա Հայաստանում եւ դրսում երրորդ ուժ, երրորդ կողմ, որի նպատակը բոլոր ռեսուրս ունեցող անձանց եւ իրենց շուրջ գոյություն ունեցող գործիքակազմը, լինի դա լրատվամիջոց, լինի կուսակցություն, լինի հասարակական մեծ լսան ունեցող անձինք, բերել բախման։ Ես կոնկրետ ասում եմ, այդ երրորդ ուժը կա եւ Հայաստանում կա եւ ինքը ուղղորդվում է եւ կազմակերպվում է դրսից եւ Հայաստանի իշխանությունների կողմից։ Այո, Հայաստանում նորից եմ կրկնում։ Կան ուժեր եւ անձինք գումարած իշխանություններ եւ գումարած դրսում այս ուժերի թիկունքը պահող կոնկրետ ուժեր պետություններ։ Նահապետյան ասում են, այդ ուժերը հասկանում են, որ եթե արտախորհրդարանական ընտրություններ լինի կամ հերթական կամ արտահերթ ընտրությունները լինեն, իրենք չեն կարող հաջողել, հետեւաբար այսպիսի էլեմենտներ են մտցնում։ Ուրեմն երկրորդ, երրորդ նախագահի եւ իրենց շրջապատի ուրեմն հակասությունները, լարումները ես կարծում եմ արհեստական է։ Ուրեմն մարդկանց մի մասը գիտակցելով կամ չգիտակցելով երկու նախագահներին արչի ծառայություն են մատուցում, երբ որ սկսում են մի թիմը մյուս թիմի հանդեպ ինչ որ քննադատական եւ խիստ վիրավորական խոսքերով բաներ ասել, իսկ մարդիկ կան, որոնք կանխամտածված այս լարումների դաշտը գնալով մեծացնում են։ Իրենք կոնկրետ խնդիր ունեն այդ երկու անձանց շրջապատները, որոնք ռեսուրսային են, մոտիվացված են եւ այլն։ Եթե երկուսի լրատվամիջոցները, երկուսին պատկանող լրատվամիջոցները դա հետեւողական շարունակում են, րեմն եկեք մենք միամիտ չձևանանք, իբրև թե իրենք չգիտեն եւ այդ ամեն ինչը իրենցից դուրս է, սուտ է։ Այդ ամեն ինչը իրենցից դուրս չէ։ Իրենք կարող են 5 րոպեում այդ լրատվամիջոցներին ասեն դադարեք սա։ Դա չի դադարեցում, դա հետևողական շարունակվում է։ Այն անձը, որ այսօր հայտարարեց, որ շահագրգիռ չի Նիկոլի նման Ռոբերտ Քոչարյանը, այդ անձը ամեն օր այն մյուս կանալներով 7 ժամ հարցազրույց է տալիս։ Հիմա կարող ենք ասել, որ բանեն տեղյակ չեն կամ իրենցից դուրս է, սուտ է, իրենցից դուրս չի սա։ Ես նման բան չասի, դուք եք իմ ասածներ ասում իրենցից դուրս։ Ես ասի արչի ծառայություն են մատուցում։ Եթե դա չի կանգնեցում, ուրեմն նշանակում է չի կանգնեցում նաև երկրորդ նախագահի շրջապատի կողմից։ Ես դրա համար եմ ասում։ Ուրեմն հակառակ դեպքում ձեր ասացի տրամաբանություն հետեւյալն է, որ կոնկրետ երկրորդ երրորդ նախագահը իրար դեմ պայքար են մղում, որտեղ երկուսի շրջապատը առավոտից երեկո մեկ-մեկու անվանարկում են, վիրավորում են, ինչ որ փաստեր են դնում եւ այլն եւ այլն։ Իմ գնահատմամբ կարող եմ գնահատականը դուք համաձայն չլինեք։ Կա երրորդ ուժ Հայաստանում, գումարած իշխանություն, գումարած դրսում ուժեր, որոնց խնդիրն է այդ երկու անձանց կողքը կանգնած ռեսուրսներին բախել միմյանց, որի վերջնական նպատակը Փաշինյանի իշխանությունը երկարաձգելն է։ Վերջ։ Սա իմ գնահատականն է եւ իմ համոզմունքն է։ Դուք համոզված եք, որ այս երկուսից դուրս է։ Ոչ, նորից եմ ասում դուրս չի, բայց այնպես չի։ Բայց կա իրենց մեջ կան այդ ուժերը, որ վստահաբար, այո, երկուսի շրջապատում այդ անում են եւ չեն կարողանում կանգնեցնել։ Մարդը բացահայտ գնում է մյուսի դեմ, չգիտեմ, էսի բանը հայտարարում են, մյուսինը հայտարարում չեն կարողանում։ Ասեմ վերջացրեք։ Այդ դուք որ կարող են կանգնեցնել թե չէ, դուք դիմեք իրենց։ Ում դիմեմ։ Երկրորդին, երրորդին։ Այս հարթակը նրան համար է, որ դիմեմ, ես չեմ գնալ բանը, ասեմ, գիտեք, դիմում եմ ձեզ, բայց հարթակները նման բանի համար։ Ուրեմն այս հարթակից առաջին անգամ, երբ երկրորդ նախագահի մոտ կանգնած անձանցից մեկի նկատմամբ մի անձ հրապարակային առաջինը սկսեց անվանարկել, ինչ որ փաստեր բերել, ինչ որ իբր կոմպրոմատներ, եթե հիշում եք, ես այս տաղավարից հրապարակավ ասեցի այդ երկու անձանց, ասի, եթե դուք խնդիր ունեք մեկ-մեկու հանդեպ,
Եվ այստեղ է նաև, եթե հիշում եք, երկրորդ նախագահի մտերիմներից մեկը, ասես եթե խնդիր ունեք, նաև եթերով ասի, ես պատրաստ եմ, երկուստ էլ ինչ ճանաչում եք։ Եթե անձնական խնդիր ունեք, դա մի հարայնացնեք եւ հրապարակ մի իջեցրեք։ Ձեր հարցերը ոչ հրապարակային լուծեք։ Դուք միակը չեք, շատ-շատերն են դա ասում, Ես ասում եմ իմ անունից, մյուսների Ես ուրիշի անունից չեմ ասում, ես ասում իմ անունից, այսինքն ցանկացած լարում երկրորդի եւ երրորդի թիմակիցների միջև այն լարումները, որ կա, սա միայն ուժեղացնում է Փաշինյան Նիկոլի Հետաքրքիր է, տեսեք, ասում են մենք պատրաստ ենք քննարկումների, բանավեճերի եւ այլն եւ այլն, Ռոբերտ Մարգարյանը հայ-աղափական դաշնակցության ներկայացուցիչ է, շատ բանիմաց, Ռուբեն թե Ռոբերտ Մարգարյան։ Ռոբերտ Մարգարյանը Միացյալ Նահանգներում է ապրում շատ հետևողական, տևական ժամանակ, կետ առ կետ գրում է, որ այս իմպիչմենտը ինչու է սխալ, ինչ վատ հետևանքներ կարող է ունենալ, եւ սա շատ կոնկրետ մի թևի կողմից թիրախավորվում է Ռոբերտ Քոչարյանի անձի նկատմամբ, որովհետեւ գիտեն, որ ինքը ավելի բարձր վարկանիշ ունի ընդդիմության մեջ եւ այլն եւ այլն։ Այս ամենը հրապարակելուց հետո եւ նաեւ ասում եմ կետերով բացատրելով, որ սա հարված է նաեւ ընդդիմադիր շարժմանը, որովհետեւ հերթական հիասթափությանն է բերելու, մարդը առաջարկեց ցանկացած հարթակում բանավեճ, տարօրինակ եւ զարմանալի, որ օրինակ ես հաճույքով կհետևեի, հասկանայի, չնայած ունեմ իմ կարծիքը, չի բացառում, որ ես էլ եմ սխալվում, լսենք, հետևեինք օրինակ Նարեկ Մալյանի կամ Ռոբերտ Մարգարյանի կամ ինչ է, Էդգար Ղազարյանի կամ Ռոբերտ Մարգարյանի բանավեճը։ Եվ հետևեինք եւ հասկանանք։ Ուրեմն հիմա բոլոր նրանք, ովքեր որ ամենախիստ ընդդիմադիր դիրքերից են հանդես գալիս, այդ թվում երկրորդ հանրապետության երկրորդ նախագահ եւ երրորդ նախագահի շրջապատից կան։ Ես բարոյական իրավունք ունեմ հնչեցնել, որ այդ մարդիկ 2018 թվականին ինչ կեցվածք են դրսևորել Փաշինյան Նիկոլին իշխանության բերելուց, արդյոք մեր ժողովրդի, մեր քաղաքացիների ներողություն խնդրել են իրենց սխալների համար, որտեղ իրենք այնուամենայնիվ հանրային որոշակի լսան ունեցող անձինք են, որոնք հրապարակային պաշտպանել են Փաշինյան Նիկոլին։ Իրեն հետ Փաշինյանի հետ մտերմություն են արել, նույն քաղաքական դաշտում են եղել, գովերքել են ժամանակին 18 թվականին նորից եմ կրկնում, պաշտպանել են Փաշինյան Նիկոլին։ Հիմա ավելի լավ է դուք ինձ փորձում եք բերել մի դաշտ, որտեղ ես խիստ բառեր ասեմ, բայց խիստ կասեմ, ոչ խիստ բառերով։ Եթե ուզում եք ասել, որ ուզում եք թիրախավորել հիմա հայ-աղափական դաշնակցության, ասեք ասել։ Հիմա նույն այդ շղթան չի կանգնի, ես կարող եմ շարունակել։ Բայց ես չէ, դուք հիմա ասում եք ու շարունակում եք։ Ես հայ-հեղափոխական դաշնակցության նկատի չունեմ։ Ասում եմ երկրորդի եւ երրորդ նախագահներին։ Ուրեմն շրջապատում մարդիկ են եղել, որոնք Հանրապետականի կեսը падգամավորների ձայն տվեցին։ Հիմա ձեզ կզանգեն ու կասեն պարոն Ապետյան հերիքանթատեք թող միտք ավարտի։ Այս ընկերներս են ասում, զանգում են, գրում են։ Ուրեմն հիմա ձեզ հորդորում եմ եւ ասում հետեւյալը 2010 այսօր որ ամենախիստ ընդդիմադիր դաշտից են երկրորդի երրորդի եւ մեկ-մեկու հասցեին ոչ կոռեկտ վիրավորական իբր փաստարկված մեղադրական շեշտադրումները որ իրենք են բերել Նիկոլին հիմա ես ասում եմ իրենք բոլորը իրավունք չունեն հիմա խոսալու գոնե նրանք ովքեր ներողություն չեն խնդրել մեր ժողովրդից 18 թվականի Նիկոլին այդ արդեն պարավաց թեմա է, եկեք դրան չանդրադառնանք, ով է բերեն եթե բայց ես ասում եմ այդ թեման քննարկել։ Անժելա դուք ինձ լսում եք, թե միայն խոսում եք այն ինչ որ Ես այդ թեման չեմ քննարկում։ Ասում եմ 2018-ին, ով որ Նիկոլա գովերքել, այսօր ամենախիստ կեցվածն է դրսևորում։ Իրանք բարոյական իրավունք չունեն ընդհանրապես խոսելու, քան դեռ ներողություն չեն խնդրել։ Մեր ժողովրդից Այդ եւ Նարեկ Մալյանն է վերաբերվում, եւ Անդրանիկ Թևանյանն է վերաբերվում, եւ իրանց կողքի կանգնած մարդկանց դուք ինձ ստիպեք ես անուններ տամ։ Հլթող մի հատ ներողություն խնդրեն։ Այն բաների համար ինչ որ իրանք այլ են 18-ին։ Նիկոլեն ցապ տալիս, Նիկոլեն գովերքում։ Ես չեմ հիշում որ Անդրանիկ Թևանյանը Նիկոլեր ցապ տալիս ընդհակառակ։ Այդ օրերին ես խոսում էի, ասում են Նիկոլը կործանելու է Արցախը։ Լավ, ուրեմն Անդրանիկ Թևանյանին դնում եմ ենկոմ։ Ռոբերտ Քոչյանի շրջապատում կային մարդիկ, որոնք 18 թվականին Նիկոլեն ցապ տալիս։ Ռոբերտ Քոչյանի ամենաբան ակտիվներից Աղվան Վարդանյանն էր, Աղվան Վարդանյանը ամենաբան Լավ, ես իմ կարծիքը ասեցի։ Դա ի՞նչ է տալու է, ախր պարոն Ապետյան, ասում եք, վերկացա ներողություն, ի՞նչ է տալու։ Նաիրա Զորաբյան ասեք, ամեն օր ներողություն ա խնդրում, այն մեկը ներող, ի՞նչ է դա տալու։ Թողեք հիմա։ Ի՞նչ է տալու դա։ Այսինքն մի 5 անգամ էլ որ կրկնեք դուք պատասխանեք լսեք։ Ի՞նչ է տալու, ասեք։
Ինչ է տալու, 10-րդ անգամ եմ հարցնում։ Եվ ինչ։ Ես նորից եմ ասում, այդ մարդիկ այն գործը, որ հիմա անում են, երկրորդի, երրորդի շրջապատը պետք է չանեն։ Այդքան բան։ Ես այդ եմ ասում եւ հորդորում եմ մի արեք, որտեվ դրանով ուժեղացնում եք Նիկոլի իշխանությունը։ Այդքան բան։ Իսկ ես վստահ եմ, որ րոպեին ուզենան երկրորդ եւ երրորդ նախագահ սա կկանգնեցնեն։ Դե ուրեմն գնացեք իրենց ասեք թող կանգնեցնեն, դուք շփում ունեք։ Այստեղից ոչ մեկ եթե շփում չունեմ վաղուց։ Դե ուրեմն չեն ուզում, իրենք գտնում են ճիշտը, դա է, դա էլ անում են։ Ինչից եք բողոքում։ Դուք ձեր գործն եք անում, իրենք էլ իրենց, եթե դուք գնահատում եք, որ իրենք հատուկ են անում, երկրորդն էլ, երրորդն էլ։ Դուք ձեր գործն եք անում, իրենք էլ իրենց։ Մի բողոքեք։ Ես էլ ասում եմ, չէ, Հայաստանում կան ուժեր, որոնք դրսետ փոխկապակցված են, եւ որոնց խնդիրը այս դարումները Ես ասեմ, կարող Նիկոլի հետ էլ են փոխկապակցված։ Իհարկե, բան Նիկոլի իշխանությունն են ուժեղացնում։ Նիկոլի հետ փոխկապակցած, ինչ որ Իհարկե։ անդիմադիր դիվիժենն է իրենց արևին։ Իհարկե, Նիկոլի հետ էլ են փոխկապակցված, որոնց բուն խնդիրը անդիմադիր դաշտը մասնատել, պարակտել, իրար դեմ հանել, որպեսզի Նիկոլի իշխանությունը Շրիշակից կամ Պլինտուսից հայերեն ասած ներքև վարկանիշը գոնե մի քիչ բարձրանա։ Այդքան բան։ Ես հորդորում եմ մի արեք այդ բանը։ Այդ ինչ անձնական բանը լուրջ հարցեր են լուծում։ Ես նորից եմ ասում, այդ մարդիկ 18 թվին 18-ից առաջ եւ հետո ծափ էին տալիս Նիկոլին։ Խոսալու տեղ ունեն։ Ծռերով, մռերով մոռացել են ինչ գնահատականներ էին տալիս։ Ես դաշնակցան չեմ ասում։ Ամեն մեկը իր արածի համար է պատասխանում։ Կուսակցությունը որոշում է կայացել 18 թվին Նիկոլի օգտին է քվեարկել։ Դա էլ է կոնկրետ կեցվածք։ Իհարկե։ Ճիշտ է, սխալ է արել են հիմա։ Իսկ դուք որ ասում եք ինչու ներողություն խնդրել, դա շատ կարևոր է, որտեղ ներողություն խնդիրը ներողություն չէ, խնդիրը որ ինքը գիտակցի, որ 18-ից սխալ է արել։ Իսկ այդ գիտակցումը չկա, այսինքն 18-ին Նիկոլին բերելին ճիշտ է, հիմա էլ ինչ որ իրանք անում են ճիշտ է, դա չի։ 18-ին ասում ենք ավերա բերելու էս մարդը։ Մեջքին կանգնած ուժերին թվարկում ենք։ Երկի հատուկ ծառայություններ, որոնք այդ գործին լծվել էին, թվարկում ենք, ասում ենք։ Այն ժամանակ ես բան էի։ Ես եւ իմ նմանները իրանց համար սխալ մարդիկ ենք, ես ինչ ենք ասում։ Երկիրը սա Նիկոլը գալու է փրկի։ Բա մի անգամ լսել եք, որ այդ մարդիկ կանգնեն ասեն։ Ում մասին եք ասում։ Դե ասում եմ երկրորդի երրորդի շրջապատը իրակ լսում են չգիտեն։ Մեկի շրջապատը հայեղափոխական դաշնակցությունն է, 4 ամիս է լծված է պայքարի մեջ։ Ինչ է։ Լավ, ես հիմա ասեցի։ Այն մյուսի շրջապատն է չգիտեմ։ Բացեք 18 թվի տեսանյութերը, անձերը որ այսօր սենց աչուձախ ակտիվ են։ Նայեք ինչեր էին ասում Նիկոլի հասցեին, խիստ դրական, ձեռների վրա էին բարձրացնում։ Նարեկ Մալյանի ասածներ ճիշտ ասած չեմ հիշում։ Լավ, այդ հիմա ես չեմ ուզում Նարեկ Մալյան կամ մեկ ուրիշին, ես ասում եմ։ Ես հիմա Նարեկ Մալյանի մասին չենք խոսում, ես ասում եմ երկրորդի երրորդի շրջապատը։ 18 թվին սաղել օգնել են։ Կուշ չձևանան։ Հիմա ես մեկ-մեկ դնենք հրապարակենք ով ինչ ասե, սաղել գիտեն ով ինչ ասե։ Միտինգներին ոնց էին մասնակցում։ Սխալվել են, ուրեմն թող ձեն չանեն։ Ես էլ եմ դա ասում եմ, բայց եթե մենք այդ ճանապարհով գնանք, վերջում մնալու ենք 5 մարդ։ Ուրեմն չեմ ասում։ Ոչ, ես այդ չեմ ասում։ Մարդ չի մնալու։ Հանրապետականն էլա ձայն տվե, դաշնակցությունն էլա ձայն տվե, չգիտեմ, ԲՀԿ-ն էլա ձայն տվե, պատիվ ունեմի մեծ սա է ձայն է, որ տենց նգունենք, մարդ չի մնալու տակը։ Մնալու ենք այս 10 հոգի։ Բայց ես ճանապարհը ցույց եմ տալիս, 10 հոգի չէ։ Ես ասում եմ այդ մարդիկ պետք է ասեն 18-ին, եթե կուսակցությունը կուսակցական որոշում է կայացել սխալվելու, եթե անհատը, որը մեծ լսարանում սխալվել է, դրանք հրապարակավ, պաշտոնապես, եթե կուսակցությունը սխալվել է, կուսակցության անդամը չպետք է կանգնի ասել, կուսակցությունը որոշում պետք է կայացնի, որտեղ այդ որոշումներով են Նիկոլ պաշտպանել, թե սխալ եմ ասում։ Որևէ կուսակցություն սխալ որոշման համար տեսել եք հայտարարություն, որ իրանք սխալվել են 18-ին, իրանք որոշման համար չկա։ Ու դուք էլ լավ գիտեք, որ կուսակցություններն են։ Անհատներ, այո, անհատները եթե հրապարակավ ասել են, այդ անհատներին հիմա պետք է կանգնասեն, մենք սխալվել ենք։ Ինչա տալու, ասենք, շատ կարևոր բան է տալու։ Ինչա տալու, հանրապետականը մեռավ ասելով, սխալ ենք, էսեր, ինչա տալու, չեմ հասկանում։ Հասկացեք։ Նախ այդ ասելով չի, մարդիկ դրանց պայքարով են ցույց տալիս նաև։ Ինչը պայքարով։ Ինչ այսինքն դաշնակցությունը 4 տարի պայքարի մեջ էլ ոնց ցույց տա։ Ես իմ ասեցի։ Հիմա ԲՀԿ պայքարի մեջ չի օրինակ։ Դուք ուզում եք, որ ես ինչ ասեմ։ Ես ուզում եմ որ տեսնեք, եթե մարդը զղջացել է պայքարի մեջ է, ուրեմն դա տեսնել եւ գնահատել, որ մարդիկ պայքարի մեջ են։ Էլ ինչ պիտի անեն։ Ուրեմն լավ, եթե մարդը մի բան, մի արարք սխալ է անում, հետո ինքը գործով ուզում է ցույց տա, որ այդ սխալվել է, դա գնահատելի է։
Վերջացավ, Չէ, չվերջացավ, Անժելա, չվերջացավ։ Ոնց թե լավ էլի։ Հանրապետականը սխալվել է 18-ին։ Դաշնակցությունը սխալվել է, Բարգավաճը սխալվել է, պաշտոնական հայտարարություն տեսել եք այդ կուսակցությունների կողմից։ Ոչ մի բան չի եղել։ Թե մեր ժողովուրդը իրանց համար ձեռի գործիք է։ Այսօր չեն օգտագործեն վաղն են։ Ասենք առավոտը հայ-հեղափոխական դաշնակցությունը հայտարարեց ինչ որ բան է դա։ Այո, շատ բան է փոխվելու։ Փոխելու 4 տարի։ Այսօր այս թեման չի։ Լավ, մի րոպե, ես իմ ասի դուք անդադ ձերն եք կրկնում։ Ես նորից եմ ասում, պաշտոնապես, որտեվ այդ կուսակցության շարքին համապատասխան հանձնարարական է գալու այդ հայտարարություններից հետո։ Նույնը վերաբերում է Բարգավաճին, նույնը վերաբերում է Հանրապետականին։ Հիմա մենք ոչինչ չենք անում, որ այս պարակտումը տեղի չունենա։ Մենք ոնց չենք անում, ով ասում չենք անում։ Ուրեմն ամեն անող տիգա ձեզ զեկուցի, որ տեսնեք ով ինչ անում։ Արդյունքով են չէ նաև դատում, ուրա։ Իսկ արդյունքը դուք ուզում եք այսօր քրեք զարտեք արդյունքը, լի։ Բարև ձեզ, 7 տարի է ոչ մի ավելի մեծ բանապարակման է գնում ընդդիմության։ Չեք տեսնում ինչա կատարվում։ Չէ, ես որտեղից տեսնողները մյուսներն են, ես ինչ տեսնեմ։ Ես 18-ին էի տեսնում, որ ասում էի։ Այն մյուսները լավ ակնոցներ էին, բարի ակնոցներ էին տեսել, ես իրական ակնոց էի դնում։ Եվ տեսնում եի, եւ ասում էի։ Հիմա էլ եմ ասում։ 18-ին ես ճիշտ էի, իրանք սխալ էին։ Հիմա էլ եմ ասում ոնց է, ու էլի ես ճիշտ եմ, իրանք սխալ են։ Այս լարումները, որ հիմա իրար մեջ են անում։ Այդ երկրի դեմա իշխանությունը ամրացնելու համար արվում։ Գիտակցում են թե չէ, արդեն երկրորդական է, չեմ ուզում դատավորի կարգավիճակ վերցնել իմ վրա։ Այս իմպիչմենտը արվում է իշխանությունը ամրացնելու համար։ Ես նորից եմ ասում, իմպիչմենտի համար բավարար 3 պայման է պետք, ոչ մեկը չկա։ Այսինքն հիմա Եթե իմպիչմենտը պարտվի, Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը սկսել են մի process, որ բավարար չի 3 կետերի համար, հետևաբար Նարեկը եւ Էդգար Ղազարյանը նպաստում են, որ Նիկոլը մնա իշխանության։ Այո։ Պարզ հետևություն է, ինչն է բարդ։ Եթե իմպիչմենտը ձախողվում է, դանով ամրանում է Նիկոլի իշխանություն։ Այո, ասել եմ, ասում եմ, էլի կասեմ։ Ինչ։ Բայց այդպես է։ Ցանկացած ընդդիմության պայքար իշխանության հետ եւ իշխանության դեմ, եթե պարտվում է, դանով իշխանությունը ուժեղանում է։ Շատ պարզ է, այնքան տրիվիալ այդ ես չեմ ասում, այդ ցանկացած երկրում քաղաքական պայքարի այբուբենն է։ Իհարկե, քո պարտությունը ուժեղացնում է մյուսին։ Ասում են մենք հույս ունենք process կգնա, տեսանելի է դա պարոն Հապետյան։ Ինչ է նշանակում հույս ունենք։ Այսինքն մենք կտանենք impeachment-ի, պետք է անենք, որ հասկանանք, կտանենք եւ ինչ որ process-ներ կգնան։ Իսկ եթե չգնաց, դե ես էլ եմ դա։ Լավ, հիմա կոնկրետ 4 մեծ հավաք ա եղել 18-ից մինչև հիմա, ճիշտ է։ 4 անգամ մեծ հավաք։ 4-ն է պարտվել են։ Դրանց հետո ընդդիմությունն է ուժեղացել, թե իշխանությունը պարտություններից հետո։ Իհարկե իշխանությունը։ Հիմա նույնը սա է։ Եթե այն ժամանակ փողոցային պայքարը ընդամենը իրավական ինչ-որ ճանապարհ չկար, հիմա ինչ-որ իրավական ճանապարհ կա։ Բայց եթե սա էլ պարտվի, իսկ ես ասում եմ, որ չկա նախադրյալ, 3 նախադրյալ։ Սա մասին միշտ նախորդ մեր հանդիպմանել եմ ասել, հիմա էլ եմ ասում, չկան այդ նախադրյալները։ Ինչ անցակում հույսով ենք։ Հո մեր ժողովուրդը այդ մարդկանց ձեռքին օգտագործող, չգիտեմ, սպունգ չի։ Դուք իհարկե համապատասխան բազան ստեղծեք։ Ես մի անգամ կեսկատակ կեստուր ջասի, եթե Փաշտյան Նիկոլը ականջին հասնի, օրինակ, որ մեծ Բրիտանիան կարող է զանգի մի տեղից, ասենք Ռիչարդ Մուրի օգնականի վարորդի հարևանը, զանգի ստեղ ու ասի, որ 30 պատգամավոր իմպիչմենտին պետք է այո քվեարկեն, տեսականորեն եմ ասում, եւ Նիկոլի ականջին այդ հաստատ կընկնի, որտեվ եթե 30 պատգամավորի ինչ-որ մեկը բան է փոխանցում, հաստատ 1-2-ը Փաշտյանի ականջին կշնջան, գիտեք ինչ էր անում, ես ասել եմ, Փաշտյանը բոլոր 88 են դրանք, հավաքելու էր տաներ, ասենք օրինակ Սևանի կառավարական ամառանոց կա, լցեր են նկուղը, ուտելիքը, խմելիքը, ուռելիքը լցեր, ասեր մի ամիս տեղ եք ապրում ու վերջ։ Դա ձեզ իմպիչմենտի բան է, քաղ պայմանագրի քվեարկության մասնակիցներ։ Անտեսվեց 2 օր առաջ Ալիևն ասեց 3 հանրապետություն եւ 1 ազգ, ոչ ավել ոչ պակաս, այլևս Կիպրոսը համարում է իրենցը։ Ինչ։ Եվ որևէ արձագանք չստացավ ընդդիմության կողմից, դե իշխան կարող է Նիկոլ արձագանքեր։ Չէ, Հայաստանի, որտեղ դուրս է կարող է, Հունաստանը կարող է արձագանքի, ինչ է։ Իրանն էլ կարող է արձագանքի։ Օրինակ Հիմա բայց շատ ավելի կարևոր է այստեղ ինչ արձագանք են, այստեղին ով է նայում։ Դուրսը այստեղին նայում են, Նիկոլին լուրջ են նայում։ Ստե արձագանքողը պաշտոնյա։ Ընդդիմության մասին եմ խոսում։ Այսինքն ընդդիմությունը ինչ ասի։ Ընդդիմությունը կարող ընդհանրապես ոչ մի բան չասի։ Ճիշտ է, ինքը ընդհանրապես հիմա կռիվ են անում իրար հետ, տեսնեն մեջների ուժեղ տղենով է, որ ինքը իշխանությունը վերցնի։ Հիմա այդ են անում։ Կարճ ասած էս է, այսօր այդ կռիվն է գնում։ Բայց որը նույնց եմ ասում, Նիկոլի իշխանությունն է ուժեղացնում։
Դուք ուրիշ բան ասեք։ Անցյալ տարի դեկտեմբերին Բաքու Գրոզնի մարդատար ինքնաթիռը վթարի ենթարկվեց, մարդիկ զոհվեցին։ Փաշինյան Նիկոլ նույն օրը ցավակցական հեռագիր ուղարկեց, ցավակցեց զոհվածներին, Ադրբեջանի իշխանություններին եւ այլն։ Այս տարի հունվարին ուրեմն եղավ երկրաշարժ Թուրքիայում։ Փաշինյան Նիկոլը առիթը բաշխ թողեց առաջինը ցցվելու եւ հայտարարություն տալու իր ցավակցական խոսքը ասելու։ Կանադայում դեպք եղավ մի քանի օր առաջ, շատ արագ Փաշինյանը անձամբ ցավակցեց։ Իրանի Իսլամական Հանրապետություն Բանդար-Աբաս նավահանգստում մի քանի տասնյակ զոհեր, 1000-ից ավել, այդ թիվը շատ է մեծանալու, որտեվ դեռ որ հələ բարձեն այդ ավերակների տակ ինչքան մարդ է, շատ ավելի մեծ կորուստ։ Փաշինյանը չի ցավակցում։ Իմ համար օրինակ էս շատ ավելի կարևոր է։ Մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը մեր ռազմավարական գործընկերն է, մեր կյանքի ճանապարհներից մեկն է Իրանով անցնում։ Մեր ապագա վաղը նոր աշխարհակարգում, եթե Հայաստանը BRICS-ի որպես գործընկեր դառնա, միակ ցամաքային սահման ունեցող պետությունն է, հա, որպես BRICS-ի անդամ դաշնակից երկիր։ Փաշինյան Նիկոլը կես բար չի ցավակցում։ Իդեպ ասեմ, Իրանը աշխարհում միակ երկիրն է, որը փաստացի կրոնապետություն է, այնտեղ մարդկանց գրածներով չի օրենքները կազմում, հիմնական մայր օրենք, սահմանությունը մնացել իրանք Ղուրանի վրա են։ Ամեն ինչ ածանցվում է Ղուրանից։ Իսկ այդ մարդկանց համար հոգևորը, կարեկցանքը եւ շատ կարեւոր է։ Արեմուտք չի էլի, որտեղ շահն են նայում ամեն ինչի մեջ։ Հիմա հարց եմ տալիս, բա դու որ չես ցավակցում։ Այդ քո վրա կանադառնա թե չի, իմ համար խիստ երկրորդական է, իմ երկրի վրա է անդառնում։ Հիմա այս հարց եմ տալիս, օրինակ Ռուսաստանը շատ արագ ինքնաթիռներ ուղարկեց օգնության, հրդեհի մարման, տեղում օգնություն ցույց տալու, որտեղ իր ռազմավարական դաշնակից պետությունն է։ Հիմա ես այդ պահով եթե անհրաժեշտություն լինի կասեմ, հա, ասենք նույն կուսակցություններից եք ասում, կոնկրետ ասում եք ինչու կուսակցությունները, երբ որ Ալիևը փաստորեն վաղթեուց ճանաչելու է Կիպրոսի հյուսիսային մասը, որը թուրքական պետություն է, հա, դարձել։ Ես ասում եմ մեր հարևանին, որին եւ կուսակցությունները պետք է արձագանքեին, օրինակ իմ համար դա կարեւոր է։ Այդ ավանդույթը մշակույթը կա, որ այդ կուսակցությունները արձագանքեն։ Ինչ նշանակում ավանդույթ մշակույթ։ Ինչ նշանակում։ Ես էլ ձեզ հարցին հարցով եմ պատասխան տալիս։ Կուսակցությունները իհարկե կարող են ցավակցել։ Խի կուսակցությունների ղեկավարները Հայաստանում Իրանի դեսպանետ հանդիպում են, ներքաղաքական եւ աշխարհակահաղական հարցեր են քննարկում, այդտեղ մշակույթ կա, ավանդույթ կա, այդտեղ չկա։ Ցավակցություն հայտնելու մշակույթ ու ավանդույթ կա, թե չկա։ Իդեպ Իրանի նախագահը պատասխանելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին հարցին ընդգծել է տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը եւ հարևան պետությունների տարածքի նկատմամբ պահանջների բացակայությունը Իրան-Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով։ Այդ հարցում արդեն աշխատանքներ են տարում եւ կա պայմանավորվածություն։ Սա նշանակում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեկ անգամ եւս Ադրբեջանի ղեկավարության ասում է, որ Հայաստանից ոչ մի Զանգեզուրի միջանց չես վերցնելու եւ թույլ չենք տա։ Եթե դու հիմնավորում ես դա իբր Ադրբեջանը Նախիջևանին կապելու, ճանապարհը մենք տալիս ենք։ Այսինքն մեկ անգամ եւս գալիս հաստատում, որ միջև այս պահը, եթե մենք ունենք այս սահմաններ ու տարածքները, դա ի շնորհիվ Իրանի եւ Ռուսաստանի։ Հիմա վահ ես նոր ինչ եմ ասում, Անժելա, ասում եմ այդ կարգի երկրում այսքան զոհեր, վիրավորներ, իսկ հիմա պայթյունի հետ կապված։ Այդ զոհեր, վիրավորներից հետո լավ իշխանությունը իշխանություն չի, իշխանությունը չգիտեմ որտեղ է։ Իշխանությունը Հայաստանի գտնվում է Բաքվում, Անկարայում։ Երևանում չի գտնվում, այսպես ասենք, հա։ Հիմա այդ դեպքի հետ կապված բրիտանական տարբեր լրատվամիջոցներ տեղեկատվական արտահոսք տվեցին, ապա տեղեկատվություն ասելով, որ իբր Բանդար-Աբասում ուրեմն պայթյուններ եղել են, ուրեմն այն պահոցներում, որտեղ եղել է հեղուկ վառելիք հրթիռների համար։ Իրանը միանգամից հերկեց։ Ասեց, որ մեր նավահանգիստները, որտեղ խաղաղ ոչ ռազմական նշանակություն բեռներ են մտնում, նման վառելիք, որը ռազմական հրթիռների ռազմական նշանակություն չի մտնում, իսկ իրականում պայթյուններ, այո, պայթյուններ ա եղել։ Այսինքն դա կներեք տարածեցին, որ Իրանի Բանդար Աբասի մոտակայքում Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը եւ հրդեհը անփութության հետևանքով է տեղի ունեցել, այս մասին հայտարարել Իրանի ներքին գործերի նախարար
Էսկանդար Մոմենին, թեպետ իրենք հիշում եք նախարարներին այդ վթարից հետո ասեցին, որ վթար է եղել, բայց նաև կար այն տեսակետը, որ ես ունեմ իմ տեսակետը, որ դա չի բացառում, որ ահաբեկչություն լինի։ Եվ շատ նման ահաբեկչության, որտեղ հիմա ասեմ ինչու։ Եվ դա ուղղված է առաջին հերթին երևացող Իրանի դեմ, բայց հիմնականում Ռուսաստանի։ Այդ նույն ժամանակահատվածում լրիվ պատահական Հնդկաստանի մի մարզում, որտեղ մուսուլմաններ են ապրում, ահաբեկչություն է տեղի ունենում։ Եվ հիմա Հնդկաստանը եւ Պակիստանը զորքեր են կենտրոնացնում մեկ-մեկու սահմանների մոտ։ Ավելին Գանգես գետի ջրերը, որը ամբողջովին Պակիստանի համար կենսական նշանակություն ունի, Հնդկաստանը ամբարտակներով փակել է։ Եվ Պակիստանի ղեկավարությունը ասել է, որ դա մեզ համար պատերազմ։ Այսինքն դու իրավիճակ ես ստեղծում, որտեղ մենք այլ ելք չենք տեսնում, քան պատերազմելը։ Պատականն էլ ոչ, եւ ասեմ ինչու։ Ռուսաստանի համար Եվրոպան այլև որպես տնտեսական գործընկեր գոյություն չունի։ Այդ թվում նաև էներգակիրների տեղափոխում եւ այլն։ Եվ Ռուսաստանն իր ամբողջ ռեսուրսը էներգակիրների համագործակցության դեպի արևելք է տանում։ Արևելքի համար իր համար երկու հանգուցային պետություն կա։ Մեկը Իրանն է, հյուսիս-հարավի ամենահանգուցային պետությունը, որով Իրանով բեռները տեղափոխվում են, հասնում են Իրան։ Իրանից հետո դեպի Հնդկաստանի արևմտյան մաս, դեպի Պարսից ծոցի երկրներ, արաբական աշխարհ եւ Աֆրիկա։ Իրանի ստրատեգիական արժեքը Ռուսաստանի համար եւ Ռուսաստանի համար կա երկրորդ պետությունը ստրատեգիական առումով, դա Պակիստանն է։ Ինչու՞։ Որովհետեւ կա շատ կարճ ճանապարհ, որը Ռուսաստանը կարողանում է Ռուսաստան դուրս գալ հարավ-արևելյան Ասիայի երկրներ, այն է Հնդկաչին, Կիպրո, Լաոս, Կամբոջա, Վիետնամ, Ինդոնեզիա եւ այլն 11 պետություն։ Եվ այդ 11 պետության հետ տնտեսական լուրջ հարաբերություններ, ապրանքների, բեռների, մարդկանց տեղափոխում եւ այլն։ Ուրեմն այդ պետության հարավ-արևելյան Ասիայի եւ Աֆղանստանը, որը Բրիտանիայի մի քանի 100 տարվա ազդեցության տարածք է եւ կառավարման կենտրոն, հիմա իր տակից դուրս է գալիս, ինչպես։ Անցյալ ամսին փաստացի Ռուսաստանի Դաշնությունը ճանաչեց 2018 թվականի Աֆղանստանում իշխանություն եկած Թալիբան շարժումը որպես այլևս ոչ ահաբեկչական։ Այսինքն Ռուսաստանը ուղղակիորեն հարաբերությունները տնտեսական նաև սկսելու Աֆղանստանի հետ, ինչու, որովհետև այդ մայրուղին կոչվում է ուրեմն տրանս-աֆղանական մայրուղի, տրանս-աֆղանսկայ մագիստրալ, որի մեջ երկու միջանցք կա։ Եվ այդ մայրուղին, որով Պակիստանով է կապը հարավ-արևելյան Ասիայի եւ Հնդկաստանի արևելյան մասին ամենակարճ ճանապարհը Պակիստանով է։ Մայիսի սկզբին, այսինքն մի քանի օրից պետք է տեղի ունենալ հանդիպում Ռուսաստանի, Ուզբեկստանի, Աֆղանստանի եւ Պակիստանի այն ներկայացուցիչների միջեւ, որոնք այդ մայրուղու պատասխանատու կառույցների ղեկավարներն են։ Ինչու՞։ Որովհետեւ Աֆղանստանը տվել էր համաձայնություն եւ այդ երկրի կառավարությունը Ռուսաստանը այլևս ահաբեկչական չէր։ Պակիստանը տվել էր համաձայնություն եւ Ուզբեկստանը տվել էր։ Եվ Ռուսաստանը, որպեսզի դուրս գա Պակիստան, երկու պետության միջոցով է դուրս գալիս Ուզբեկստան եւ Աֆղանստան։ Եվ այն ինչ որ հիմա կատարում է Պակիստանի եւ Հնդկաստանի սահմանում, իրականում հենց այս պրոյեկտի վիժեցնում, այնպես ինչպես մեր մոտի պատերազմը Ղարաբաղի, Արցախի եւ այս միջանցքը փոկելը, որը փոկվում է, որ Իրանը մեկուսացվի, որտեղ Իրանով է իմ նշած պետություններ, հա, Պարսից ծոցի երկրներ, արաբական աշխարհ, Հնդկաստանի արևմտյան մաս եւ Աֆրիկա։ Իսկ Պակիստանի միջոցով գնում է Հնդկաստանի արևելյան մասը եւ հարավ-արևելյան Ասիայի երկրներ։ Այս երկու հանգուցային պետություն։ Այդ երկու հանգուցային պետությունները պետք է խնդիրներ ունենան իրանց հարևանների հետ։ Ավասիկ Իրանի հետ են ինչ որ տեսնում ենք եւ հիմա հաջորդը Պակիստանն է։ Այնպես որ այս գործընթացները փոխկապակցված են։ Բան իհարկե միանշանակ մեծ Բրիտանիան է, Բանդարաբասում այս պայթյունները սա նշանակում է որ Իրանը այլևս չի դիտվելու այդ ճանապարհի ամենակարևոր երկիրը, որտեղ չգիտես դու բեռները միլիոնավոր դոլարներ տանես այնտեղ, մեկ էլ վաղ կպայթի, ինչպես ճիշտ է, ապահովական ընկերությունները կարող է ինչ որ ձևով փոխհատուցեն եւ բայց էական այդ չի։ Այսինքն որ պահին ցամաքային ճանապարհով պետությունները միմյանց միջև ստեղծում են
լոգիստիկ կապեր եւ հաղորդակցություն, բեռների տեղափոխում, մարդկանց տեղափոխում, ծովային տերությանը դա ձեռք չի տալիս, որտեվ ծովային տերությունը, որտեղ ինքն է իշխում, մի ժամանակ դա Բրիտանիան էր եւ Միացյալ Նահանգները։ Շատ լավ։ Հիմա եւ վերջնական արդյունքում, այո, վստահաբար, սա Բրիտանիա, ես չեմ բացառում, որ կարող է Իրանը ասի, որ պատահական է եղել անփութություն եւ այլն։ Իդեպ այդպես որակեց նաև Ռայսի եւ Աբդուլլահյանի մահը, հա, բայց դե մենք հասկանում ենք, որ դա այդպես էլ չի, ինչևէ։ Շատ լավ։ Այսօր հարիթ ունեցել եմ դրա մասին խոսելու, չգիտեմ դուք հասցրեցիք լսել թե ոչ, մի շատ առանձնանում են այն միջոցառումներն ու քննարկումները, որ Արա Աբրամյանի կողմից կազմակերպվում է, քիչ առաջ էլ ասեցի, այդպիսի քննարկումներ, ֆորումներ, բան շատ է հիմա Մոսկվայում անցկացվում, բայց շատ համարձակ ու հետաքրքիր խոսք է սովորաբար այնտեղ լսվում, այս վերջինն էլ բացառություն չէր, ես եւ ռուս մասնագետների, փորձագետների ինստիտուտների ղեկավարները եւ մասնավորապես Անդրանիկ Միգրանյանի, Սիմեոն Բաղդասարովի եւ Արա Աբրամյանի խոսքը շատ կոնկրետ, նախ շատ բանը հստակ եւ համարձակ գնահատական էր հնչում, որ շատ հաճախ վախենում են ասել, որ Ալիևը ինքը ցեղասպան է, ցեղասպանությունը հիմա իրականացրել Արցախի նկատմամբ եւ այդ ցեղասպանության նաեւ մասնակից է Նիկոլ Փաշինյանը եւ նաեւ գնահատական թե ընդհանրապես ինչ է տեղ ունեցել, որ սրանք թուրքական Ադրբեջանի գործակալներ են, այսօրվա ԿՊԱ-ականները, որ ծրագիրն է Հայաստանի ոչնչացումը եւ այլն եւ այլն, բայց նաեւ առաջարկ ներկայացել, կուզենայի դրա մասին խոսեի, գիտեք, որ շատ անգամ մեր ընդդիմությունը, դե իշխանությունը այն, որ ինքը մասնակից է, որ մենք ցեղասպանության եւ նաեւ այսքան գերիներ ունենք հիմա Բաքվի բանտում, ոչինչ չի անում, ինչը տրամաբանական է, ինքը չի տվել, որ հետո ամեն ինչ անի, որ ինչ որ բան անի, որ այդ գերիներին ազատեն, եւ շատ անգամ մեր ընդդիմադիրներն էլ իրենց անգործությունը արդարացնում են նրանով, ասում են, որ ինչ էր որ անում ենք Սփյուռքում, բան փորձում ենք անել, պատասխանը լինում է այն, որ ոչինչ չեն կարող անել տվյալ երկրների ղեկավարները, որտեղ ձեր իշխանությունները այդ առումով ոչինչ չեն անում։ Կոնկրետ առաջարկ ներկայացրեց Արա Աբրամյանն էլ, Անդրանիկ Միրանյանն էլ, որ մենք պետք է Սփյուռքը, քանի որ հիմա մենք այն վիճակում ենք, որ պետություն չունենք, այսինքն այս պետությունը գրաված է թշնամու կողմից, Սփյուռքը պիտի այդ կազմակերպությունները մի հատ խոշոր միավորում ստեղծեն, եւ որպես այդ միավորումները սկսեն տարբեր պետությունների եւ միջազգային դատարանների բաների հետ աշխատեն։ Ինչ կասեք սրա հետ կապված։ Ինչը որ պիտի շատ շուտ արված լիներ։ Հիմա դա Սփյուռքի գործն է։ Ինչ որ ասվել է, այո, ճիշտ առաջարկա, բայց դա ժամանակատար աշխատատար գործ է։ Սփյուռքի Ինչ ուշացած շուտ պիտի սկսեին։ Բնականաբար, բայց ինչու է ուշացել եւ ինչու է հիմա ասվում։ Սա պատական չի դեպի։ Այստեղ, ահա։ Եվ ինչու ենթադրենք, որ Գյումրի նորընտիր քաղաքապետի երթմնակալությանը ներկա գտնվեց Հյուպատոսը եւ խոսք ասեց։ Ես կարծում եմ, որ այս երկուսը իրար հետ փոխկապակցված է այն առումով, որ Ռուսաստանի Դաշնությունը աշճանաբար կեցվածք է դրսևորում մեր տարածաշրջան, մասնապես Հայաստանի Հանրապետությունում իր կորցրած, իսկ ինքը կորցրած բավական դիրքերներ աշճանաբար վերականգնելու։ Դա այնպես չի անում, որ շատ ցցուն լինի, լուրջ դիմադրություն լինի, բայց այնուամենայնիվ այն, որ այդ ձեր նշած անձինք խոսք են ասել, իրենք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։ Բայց միշտ իրենք իրենց կեցվածով եւ խոսքով վախվորած գործարարներից, մյուս քաղաքական գործիչներից եւ Հայաստանի եւ Ռուսաստանի ամեն ինչով տարբերվել են։ Ուրեմն, բայց խոսքը ես լսել եմ, այդ թվում նաև ռուս մասնագետների, չէ, նաև ռուս մասնագետների խոսք եմ լսել, սա մտնում է ընդհանուր տրամաբանության մեջ, եթե սրան է գումարենք, որ որոշ ժամանակ առաջ Սամվել Կարապետյանը խոսք ասեց, հիշեք։ Այսինքն սա մեկ ընդհանուր պատկերի մեջ է տեղավորվում։ Որ մի քիչ ուզենանք կկապենք էլ էս իմպիչմենտի հետ էլ։ Մի քիչ որ ուզենանք։ Չէ, ես լավ։ Կապեք, չգիտեմ։ Ես ասում եմ ինչ որ տեսնում եմ, չեմ էլ ուզում տենց չերևացող բաներից։ Մութ սենյակում սև կատու չեմ փնտրում, որն էլ չկա։ Հիմա ես ասում եմ, սև կատու չի ամեն ինչ։ Ես ասում եմ, այն ինչ որ հիմա փաստացի ռուսական կողմը իդեմս հայ առավել ակտիվ գործարարների, քաղաքական գործիչների, փորձագետների եւ այլն կեցվածք են դրսևորում։ Նման բան չկար առաջ, հիմա կա, փաստա։ Նման բան չկար, որ Հյուպատոսը գար եւ խոսք ասեր, ես կարծում եմ կարեւոր խոսք ասել, դեռ մի կարևոր շեշտադրում էլ կար իր խոսքի մեջ, ինչևէ գնահատելով, որ Վարդան Ղուկասյանը ինքնուրույն քաղաքականություն է վարելու։ Այսինքն առերևույթ Վարդան Ղուկասյանը քաղաքական գործիչ չի, ընդհանրապես տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար է, չէ՞։
բայց ենթատեքստ կար էլի այդ ասացի մեջ։ Ես կարծում եմ այսպես Ռուսաստանը աշճանաբար դանդաղ, բայց փորձում է իր կորցած դիրքերը նաև Հայաստանի Հանրապետություն վերականգնել։ Շատ լավ առաջարկ արեցիք Գյումրու ընտրություններից հետո, ցավոք սրտի այդ արձագանքը չեղավ, այո։ Դե ինչ որ եւ նաև Մարտուն Գրիգորյանի բաղվածքը խանգարեց կամ ինչ որ բաներ խանգարեցին, ուշ է արդեն։ Ոչ բանել ուշ չի, բայց նորից եմ ասում, որ որտեղ հիմա իրենք սկսելու են Վարդան Ղուկասյանի նկատմամբ գործեր, բան։ Բնականաբար արդեն քրեական գործեր արդեն կար։ Այդ դրա մասին մենք ասում ենք, նաև զգուշացնում ենք։ Ես ասում եմ, ոչ մի բան ուշ չի, ցանկացած գործ, ցանկացած անձ, լինի անհատ, լինի կուսակցություն, եթե խնդիրա դրել այս իշխանություններին Օրինակ Նարեկ Մալյանը կարող էր իր էներգիան ուղղորդել այդտեղ։ Նարեկ Մալյանը օրինակ Սորոսի հետ կապված բավականին լուրջ աշխատանք արել է։ Այսինքն, այն ինչ որ ընդ որում ինքը արդյունավետ, այսինքն այն ինչ որ արվեց, դա առարկայական արդյունքներ տվել է, այնպես չի։ Ես նկատի ունեմ, երբ որ կա մեծ հավակնություն իշխանափոխության, առնվազն դու դիմացինի ուժերը պիտի գնահատես, քո ուժերը, ռեսուրսները, քո մի քանի քայլը, քո մեսիջները նաև դրսի արտաքին խաղացողներին, որոնց համար միևնույն չէ Հայաստանում ով կլինի իշխանության, գոնե առնվազն 4-5 պետության կարող ենք ասել, որոնց համար միևնույն չի թե ով է Հայաստանում իշխանություն, ճիշտ է։ Այսինքն քո մեսիջները նաև պիտի գնան այդ երկրներին, որովհետեւ միայն Մարս մոլորակի վրա մի հատ Հայաստանի Հանրապետություն չի, որ ինչ ուզենան կանեն։ Դե մենք մի անգամ տեսանք, չէ՞ որ Էրդողանն ասաց կհարված են Նիկոլի Մազին կպել։ Երբ որ գլխավոր շտաբը ճիշտ է, գլխավոր շտաբը հենց հայտարարություն արեց, ընդ որում Ալիևը շատ ավելի մեղմ հայտարարությունով հանդես եկավ, քան Էրդողանը։ Էրդողանը շատ կոշտ ասեց։ Ուզում եմ ասեմ, եթե մարդիկ հավակնում են Հայաստանում իշխանափոխության, այս կարևոր էլեմենտները, ատրիբուտները բոլորը պետք է հաշվեն։ Չեմ ասում, որ իրենք հրապարակավ ասեն, բայց գոնե այնքանով որքանով դուք, ես եւ իմ ընկերները ասենք, տեղյակ ենք ներքին խոհանոցներից ճերևացող։ Ես նման բան չեմ տեսնում։ Այսքան միամիտ են, թե այսքան բան խորամանկ։ Ես հիմա չեմ ուզում անընդհատ չեմ ուզում գնահատեմ ինչ են, ինչ են։ Կամ միամիտ են կամ շատ խորամանկ են, չգիտեմ, այդ արդեն թող լսողները հետևեն, կամ է չարժե։ Լավ, ասենք այսպես, հիմա մի քիչ շատ ծանրացանք այդ թեմայի վրա, լավ, թող ես ասեմ այսպես, թող ես սխալվեմ, իմ բոլոր գնահատականներում իրենք արդյունք ունենան։ Սա բավարար է։ Իրենք արդյունք, այսինքն որ Հայաստանում իմպիչմենտը հաղթի եւ իշխանապետությունը։ Ես ասեմ, որ իմ տված գնահատականներում ես այդքան էլ ճիշտ չեմ եղել։ Պարոն նայած ինչ արդյունք են, ինչ իշխանափոխություն։ Չէ, ես էլ ուրիշ այդպես հարց եմ տալի, նայած ինչ արդյունք։ Կարող է իր խնդիր ուրիշ խնդիրը։ Բա։ Իշխանափոխություն, որտեղ որի արդյունքում Աննա Հակոբյանը չգա իշխանության։ Այ օրինակ իմ համար այդ կարևոր է, որտեղ Աննա Հակոբյանին պատրաստում են, իրոք պատրաստում են։ Ես դե այստեղ խաղացողը հիմնականում Բրիտանիան, այո։ Իսկ եթե վաղը չեմ իսօր մի վարքյան, եթե վաղը չեմ իսօր պարզի որ Փաշինյան Նիկոլը հիվանդության պատճառով գնում է մինչև 2050 թիվը բուժվելու, օրինակ, առաջին տարբերակ, երկրորդ տարբերակ, ասենք, իմպիչմենտ է տեղի ունենում, ՔՊ-ից 60-70 падգամավոր Փաշինյանին իմպիչմենտ են հայտարարում եւ ընտրում են Աննա Հակոբյանին որպես երկրի վարչապետ։ Սա մի փոքր ժպիտ առաջացնում, բայց այդ դեպքում ես հարց եմ տալիս։ Ներքին գործերի նախարար, արտադրության նախարար, քրեակատարողական հիմնարկի ղեկավար, հանրապետության գլխավոր դատախազ եւ այդպես մի փունջ օրիորդներ եւ տիկնայք, ինչու են պաշտոնների նշանակվում մարդիկ, որոնք իրանց գործից հասկանում են այնքան, օրինակ ինչքան դուք մի կամ սուտիպի ինքնաթիռը վարելուց, կամ ես տիեզերանավը վարելուց։ Մենք չենք հասկանում, չէ՞, մեր գործը չի, ոչ էլ մեր մասնագիտությունն է, ինչու են բերում դնում։ Այդ մարդիկ ընդհանուր գծերով գիտեն, ասենք, կամ ասենք առողջապահության նախարարն ենք իրավաբան։ Հիմա ես ինչի համար եմ ասում սա։ Այո, իրականում հող է նախապատրաստում կանանցով, որտեղ շատ դժվար է, երբ որ տղամարդ, ոստիկան, ընդ որում այդ տրամաբանությամբ պաշտպանության նախարարն է պետք փոխվի, իդեպ ասեմ ձեզ, եւս կին պետք է նշանակվի։ Վստահաբար այդպես է։ Եթե ես չեմ էլ հարցնում, ես գիտեմ ով է, բայց չեմ ասի, եթերով չեմ ասի։ Հիմա դուք ինձ մի հարց եք անում։ Ուրեմն որ պահին, որ կարևորագույն պաշտոններին նշանակվեցին կանայք, շատ տրամաբանական է, այդ բոլոր նշանակումները ունեն մեկ նպատակ՝ Աննա Հակոբյանին բերել իշխանություն։ Իսկ այսօր Հայաստանում զանգով եւ քաղաքապայմանագրի падգամավորները եթե իմպիչմենտ գործընթացի մեջ մտան, իրենք մտան եւ իրենց տեխնացուն առաջադրեցին, ամենայն հավանականությամբ չեմ ասում 100%,
բայց գտնում եմ այդ ամեն ինչը փոխկապակցելով վերջին մի քանի ամսում նշանակումների հետ կարևոր պաշտոնների կանանց եւ օրիորդների կապում եմ Աննա Հակոբյանի հետ։ Այո, ես չեմ բացառում, որ Փաշինյան Նիկոլը պիտի իշխանություն հանձնի Աննա Հակոբյանին, նաեւ գիտեք ինչու՞մ է դրամաբանական այդտեղ, որտեղ այնքան բան, որը գիտի Փաշինյան Նիկոլը իր կառավարման տարիներին երևացող ու չերևացող գաղտնի եւ ոչ գաղտնի մութ եւ ստվերոտ կողմերը կարծում եմ մի մարդ գիտի այդ ամեն ինչի մասին դա էլ կինն է չէ սխալ ասի զուգընկերը սխալվեցի կներեք իր զուգընկերն է եւ հետեաբար ճիշտ կլինի բրիտանացիների համար խիստ անբանական կլինի ոչ թե բերեն մեկին որին հələ պիտի ասեն թե ինչեր արել Փաշինյանը որտեղ ինչ երևացող ու չերևացող գործեր կար, երևացող չերևացող մարդիկ կային։ Այս ամենի մասին Աննա Հակոբյանը Փաշինյան Նիկոլի զուգընկերը կամ զուգընկերուին գիտի։ Դա ամենաճիշտը բրիտանացիք Աննա Հակոբյանին բերեն եւ ճիշտ էլ կան որ իրան բերեն դեպ ասած։ Աննա Հակոբյանը վաղուց են բերել նոր չի որ։ Չէ, ստատուսով։ Իրավական ստատուս չէ, ես իրավական ստատուսի մասն եմ ասում։ Հոյդ կանանց պատական չէ լուրջ պաշտոններին բերել։ Նորից եմ ասում, հա։ Սահմանի նորից ով ունենք 2 օր առաջ։ Սահմանապահի օրը եւ այդ օրը հանդիսավոր շարունակում է Նիկոլա Ածոպետիետ իրենց միջոցառումները։ Ես ընդհանրապես մի դեպք հիշեմ, հա։ 98 թիվներ։ Մի զոհ ունեցանք։ Ընդ որում ոչինչ չէ թաքցվում, ամեն ինչ ասում էր վիրավոր զոհ եւ այլն, պատճառները բուն։ Եվ լրատվամիջոցները ինչ որ ապատեղեկատվություն են տալիս, եթե չեմ սխալվում, հենց տարածողը հայկական ժամանակն էր, թե ժամանակ էր կոչվում, უშում Փաշինյան Նիկոլն էր իր զուգընկերոջ հետ։ Եւ Վազգեն Սարգսյանը պաշտպանության նախարար էր։ Ես այդ ժամանակ լրատվության քարոզության վարչության պետի պաշտոնակատար էի, ասես լրատվամիջոցներին բոլոր ով որ այդ դեպքի հետ կապված արձագանքել է հրավիրի իր մոտ։ Բոլորին հրավիրեցիք։ Իմ մեջ տպավորվել է դա եւ Վազգեն Սարգսյանը ժամանակ պաշտպանության նախարար խոսք ասեց, ընդ որում գրել են այնպես որ իբր պաշտպանության նախարարությունը սպայակազմ իրանց համար մեկ է, քանի զինվոր կզոհվի, կվիրավորվի, ու Վազգենի խոսքը այնքան ազդեցիկ էր, երբ որ ասեց ես տղա եմ կորցրել։ Ես իմ տղեն եմ, իմ աղբերն է, իմ ընկերն է զոհվել։ Ասես դուք այդ ցավը ապրում եք, այն ինչ որ ես եմ ապրում։ Ասում այնքան հուզիչ էր իր խոսքը, այնքան անկեղծ շատ տեղին ու դիպուկ, հետո լրատվամիջոցներին ասեց հիմա լսում եմ ձեր բոլորի հարցերին։ Պատկերացնում եք Անժելա, ոչ մեկ հարց չտվեց։ Գլուխները եկավ դուրս եկան։ Հիմա սրանց համար մի հոգի զոհվի, 10 հոգի զոհվի, այն ոնց էր ասում։ Տոնական միջոցառում շարունակել են, ոչ մի խոսք։ Հասկանում եք, այսինքն ոչ մի բարոյականության որևիցե սահման գոյություն չունի, որովհետեւ կարմիր գիշեր գոյություն չունի։ Սուրեն Պապիկյանի կինը դերերին նկար է դնում իր փոքրի հետ։ Դե չկա այս մարդիկ, տոնական։ Անժելա, այս մարդիկ մեր երկրի, մեր ժողովրդի հետ որևիցե առնչություն չունեն։ Սրանք օտար մարմին են։ Օտար մարմինները սովորաբար մարմնից, որ առաջանում է, հեռացնում են կամ դեղորակով կամ վիրահատականով։ Հիմա այս օտար մարմինը հեռացվի այդքան բան։ Հետո օրգանիզմը ինքը նորմալ արդեն իր կենսագործունեությունը ծավալի։ Այսքանը։ Շնորհակալություն։